երկու երկրների համար էլ դա բախտորոշ պայմանագիր է։ Այն կետը, որը որ ադրբեջանական կողմը խոչընդոտ է համարում, այլևս չկա։ Սահմանադրության հռչակագրային մասը չի փոփոխվում ադրբեջանցիների ենթադրյալ վերադարձին, ապա դա երբևիցե եւ որևէ փուլում չի եղել նախապայման խաղաղության համաձայնագիր ստորագրելու։ Մենք անընդհատ միջով մեկին փնտրում ենք, որը որ մեզ պաշտպանելու է թուրքերից։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք այս պահին գտնվում ենք Հայկական խորհրդի գրասենյակում, որտեղ կզրուցենք Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանի հետ։ Պարոն Քոչինյան, շնորհակալ եմ, որ չմերժեցիք հարցազրույցիս հրավերը եւ մեզ ձեր գրասենյակում ընդունելու համար։ Դուք այն փորձագետներից եք, որ կապ եք պահում Ադրբեջանի փորձագետների հետ, նրանց հետ բանակցության մեջ եք գտնվում։ Կխնդրեմ նշեք, թե հիմա ինչ փուլում է։ Վերջին անգամ ադրբեջանցիները այցելեցին Երևան եւ դրանից հետո կխնդրեմ նշեք, թե ինչ գործընթաց եք իրականացրել, ինչ փուլում է գտնվում հիմա։ Խաղաղության կամրջի վերջին հանդիպումը այո տեղի ունեցել Հայաստանում, բայց Երևանում չէ, Ծաղկաձորում եւ մոտ ապագայում սպասվում է նաեւ մեր պատասխան այցը Ադրբեջան, հիմա կազմակերպչական ակտիվ փուլում ենք։ Խոսակցությունները բոլոր ուղղություններով շարունակվում են մեր մասով, փորձագիտական, քաղաքահասարակության եւ մեդիա ուրեմն շրջանակների ներկայացուցիչների մասով խոսակցությունները բոլոր ուղղություններով շարունակվում են, ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա կարող ենք ասել, որ գոյություն ունի որոշակի դադար բոլոր 3 ընդ որում ուղղություններով պաշտոնական բանակցությունների, դա խաղաղության համաձայնագիրն է, դա սահմանազատման սահմանագծման գործընթացն է եւ դա կոմունիկացիաների ապաշրջափակումն է։ Բոլոր այս 3 ուղղություններով նկատելի է որոշակի դադար, ինչը նույնպես օբյեկտիվ է, որովհետեւ Հայաստանում ըստ էության սկսվել է ակտիվ նախընտրական, ճիշտ է, պաշտոնապես քարոզարշավը դեռ սկսված չէ, բայց օրինակ եթե փաստացի ենք նայում, ապա բոլոր քաղաքական ուժերը սկսել են ակտիվ նախընտրական որոշակի, այսպես ասենք, գործընթացներ եւ ուրեմն նման մասշտաբի քաղաքական որոշումներ, չգիտեմ, պայմանագրեր կամ առաջխաղացումներ չեն լինում նախընտրական ժամանակահատվածում։ Դրանք որպես կանոն լինում են ընտրություններից հետո, երբ որ երկրում այսպես անդորը իշխանությունը ձևավորված է եւ մանդատը ստացել է երկարաժամկետ կտրվածքով, այսինքն 5 տարվա կտրվածքով, թեպետ իհարկե նաեւ այսպես սկզբունքորեն բացառել, որ մինչեւ ընտրությունները դեռևս հնարավոր են հայ-ադրբեջանական այսպես բանակցային գործընթացում որոշակի առաջխաղացումներ, ես չէի ուրեմն դա անի, այսինքն ես չէի դա բացառի, դա քիչ հավանական է, բայց բացառել պետք չի։ Իսկ ի՞նչն է խանգարում քարոզարշավից բացի, ինչ այլ խնդիրներ կան, որոնք խանգարում են, որ գարնան մինչև ընտրություններ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, խաղաղություն հաստատվի երկու հարևան պետությունների միջև։ Դե առաջինը հենց ընտրություններն են, որովհետև եթե մենք դրան նայենք, եկեք ոչ թե հայ-ադրբեջանական պրիզմայով նայենք, այլ զուտ քաղաքական պրիզմայով նայենք, եթե երկու երկիր կա, որոնք որ պատրաստվում են իրենց պատմության երևի խոշորագույն պայմանագիրներից մեկը ստորագրել, երկու երկրների համար էլ դա բախտորոշ պայմանագիր է, հա, դա ամենամեծ ազդեցություն ունեցող պայմանագիրն է իրենց պատմության մեջ։ Անտրամաբանական կլինի, եթե ուրեմն իշխանությունները, որոնց որ մնացել է մի քանի ամիս պաշտոնավարելու, նման բախտորոշ պայմանագիր ստորագրեն, դա որպես եւ առավելևս վավերացնեն, որտեղ հələ ստորագրելը մի խոսակցություն է, իսկ վավերացնելը դա ըստ էության վերջնական իրավական կարգավորումն է, հա։ Շատ ավելի տրամաբանական է, որ դա տեղի ունենա մանդատավորումից հետո, այսինքն իրենք ստանան մանդատ եւս 5 տարով այդ երկրի առաջնորդները նոր դանեն։ Դրանից զատ կա նաեւ այսպես ադրբեջանական կողմից դրված նախապայման ուրեմն պայմանագիրը խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, դա իրենց պատկերացմամբ, որտեղ ես այդ պատկերացումների հետ համաձայն չեմ, Հայաստանի սահմանադրության մեջ առկա խնդիրներն են խաղաղության հետ, իրենք կարծում են, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ունի հղում անկախության հռչակագիր, իսկ անկախության հռչակագիրն էլ իր հերթին ունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ եւ իրենք չեն համարում, որ հնարավոր է այդ պայմաններում խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Այս առումով կա որոշակի տեղաշարժ, որովհետև իշխանությունները Հայաստանի հայտարարում են, որ մարտ ամսվա ընթացքում հրապարակվելու է նոր սահմանադրության նախագիծը, որը որ իրենք են առաջարկում, եւ ինչքանով որ ինձ հայտնի է, այդ նոր նախագծում այն կետը, որը որ ադրբեջանական կողմը խոչընդոտ է համարում, այլևս չկա։ Այսինքն անկախության հռչակագիրը չի լինելու որպես նախաբան, որովհետև Սրբույի Գալյանն էլ նշեց, որ նախաբանը դեռևս պատրաստ չէ, իսկ հայտնի է, որ սահմանադրության
նախաբանը հենց անկախության հռչակագիրն է, որտեղ հղում է տալիս եւ Արցախին եւ հայոց ցեղասպանության երկու հիմնախնդիրներին, հա, փաստորեն ստացվում է մենք այս երկու հարցերից, խնդիրներից հրաժարվելու ենք այս պահանջատիրությունից, անկախության հռչակագիրը սահմանադրության մաս չէ, անկախության հռչակագիրը սահմանադրության նախաբանում չկա, անկախության հռչակագրին կա հղում սահմանադրության նախաբանի մեջ, դա շատ կարևոր տարբերություն է, էլի, որտեղ այո, կան երկրներ, որոնց անկախության հռչակագիրը անմիջապես մասն է կազմում սահմանադրության, դա մի իրավիճակ է։ Մեր սահմանադրությունը այդպեսին չի։ Մեր սահմանադրության մեջ կա հղում, որը որ տրված է անկախության հռչակագրին, ընդ որում այնպես չի, որ այդ հղումը նշանակում է, որ այն ամենը ինչ որ գրված է անկախության հռչակագրի մեջ, մասն է հանդիսանում սահմանադրության։ Ես դա նկատի ունեմ, երբ որ ես ասում եմ, ես համաձայն չեմ ադրբեջանցի հետ, երբ որ իրենք ասում են մեր սահմանադրության մեջ խնդիր կա։ Ու սա ոչ թե իմ դիտակետն է, սա սահմանադրական դատարանի դիտակետն է, որտեղ սահմանադրական դատարանի իր վերջին հայտնի որոշումը, որ եղավ այդ սահմանազատման սահմանագծման հանձնաժողովների կանոնադրությունների հաստատման, ինչ ասեց, միայն այն տեքստը, որը որ կրկնված է սահմանադրության մեջ, այսինքն այնտեղ ինքը այդ հղումը ոնց է, չէ, ասում անկախության հռչակագրի մեջ դրված սկզբունքները, դրույթները, ասում մենակ այն սկզբունքները եւ այն դրույթները, որոնք որ կրկնվում են սահմանադրության մեջ, այսինքն մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, այն նմանատիպ բաները, որոնք որ կրկնված են սահմանադրության տեքստի մեջ, հանդիսանում են սահմանադրության մաս։ Եվ ուրեմն այդ հղումը դուրս բերելով սահմանադրությունից, ըստ էության սահմանադրության հռչակագրային մասը չի փոփոխվում, որտեղ այն հատվածը, որը որ այսպես թե այնպես գրված էր սահմանադրության մեջ, մնում է։ Բայց այո, ինչքան որ ինձ է հասկանալի, սահմանադրությունից հղումը անկախության հռչակագրին, որ գրված էր, դուրս է գալիս։ Հիմա Ադրբեջանի իհարկե կներեք, սա ընդհանրապես սահմանադրության նախագիծ է։ Այդ սահմանադրությունը ընդունողը չընդունողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Ադրբեջանի պայմանները թերևս կարող ենք ասել հասկանալի է, սահմանադրության փոփոխությունը, Արցախի հարցի փակումը եւ նաեւ այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան։ Նման նախապայման չկա Ադրբեջանի։ Ձեր բանակցությունների մեջ չկա։ Նախ ես չեմ բանակցում, ես խոսակցությունների մեջ եմ փորձագետների հետ։ Բայց անգամ Ադրբեջանի նախագահը երբևիցե չի ասել, որ դա նախապայման է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրությունը, շատ կարևոր է։ Պարոն Քոչինյան, հայկական կողմը ինչ պահանջներ է ներկայացնում, հայկական կողմը ինչ պահանջներ ունի, որ Ադրբեջանը կբավարարի կամ կմտածի այդ ուղղությամբ։ Տեսեք, նախ միակ նախապայմանը խաղաղության համաձայնագրի ստորագրման դա սահմանադրության փոփոխությունն ադրբեջանական կողմից, որը որ իրանք պաշտոնապես հայտարարել են, Արցախի թեմայի փակել եւ նմանատիպ այլ երևույթներ որպես նախապայման չկան, դրանք ըստ էության կարգավորվում են հենց խաղաղության համաձայնագրով, որտեղ խաղաղության համաձայնագրով կողմերը ընդունում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ինչ վերաբերվում է ենթադրյալ ադրբեջանցիների ենթադրյալ վերադարձին, ապա դա երբևիցե եւ որևէ փուլում չի եղել նախապայման խաղաղության համաձայնագրի ստորագրելու։ Հիմա ինչ վերաբերվում է հայկական կողմի պահանջներին, ապա ես կարծում եմ հենց խաղաղության համաձայնագրի այն բալանսավորված տեսքը, որը որ կա, իսկ այդ տեքստը հրապարակային է, հենց դա է եղել հայկական կողմի պահանջը, որովհետև ես շատ լավ հիշում եմ, որ տարիներ շարունակ եղել են ամենատարբեր դավադրապաշտական տեսությունները, թե այդ խաղաղության պայմանագրի տեքստի մեջ ինչեր է գրված։ Եվ ես ասեմ ավելին, օրինակ, երբ որ այդ տեքստը հրապարակվեց, Ադրբեջանում, ադրբեջանական հասարակության մեջ եղան մեծագույն դժգոհություններ, որտեղ իրենք համարում են, որ այդ տեքստը իրենց նկատմամբ անարդար է, որտեղ այնտեղ կային մարդիկ, ովքեր ակնկալում են, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին կոնտրիբուցիա, ռազմատուգանքներ վճարի, այսպես չակերտավոր ավերված քաղաքների, բնակավայրերի համար, որ պետք է ներողություն խնդրի օկուպացիայի համար եւ այլն, եւ այլն։ Այսինքն այնպես չի, որ Ադրբեջանում այդ տեքստը այտենց բոլորը մեծ ողջավորությամբ են ընդունել, ինչը բնական է, որովհետեւ այդ տեքստը հենց կոմպրոմիսային տեքստ է։ Այնտեղ չկա որևէ կետ, որը որ վերաբերի կողմերից միայն մեկին։ Բոլոր կետերը ըստ էության վերաբերում են բոլոր կոնֆլիկտի երկու կողմերին։ Կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, կողմերը պարտավորվում են միմյանց ներքին գործերին չմիջամտել եւ այլն եւ այլն։ Այ հենց այդ բալանսավորված տեքստն է իմ կարծիքով եղել հենց հայկական կողմի պահանջը, որը որ հիմա նախաստորագրված որպես խաղաղության համաձայնագրի նախագիծ մենք ունենք։ Հայկական կողմի փորձագետներին էլ կցանկանամ ներկայացնեք, ովքեր են եւ ովքեր են պատրաստվում պատասխան այց կատարել Բաքու 20 պատվիրակներից արդեն բաղկացած։ Ովքեր են լինելու եւ երբ եք նախատեսում այդ պատասխան այցը կատարել։ Ովքեր են, մենք մամլոհաղորդագրությունը երբ որ տվել էինք խաղաղության կանոն նախաձեռնության ծաղկաձորյան հանդիպման ուրեմն մասնակիցների, այնտեղ բոլորի անուն ազգանունները եւ իրենց ուրեմն
դիտխոս չասենք, այդ աշխատանքային պատկանելությունը ներկայացրել ենք, ու դրանք քաղաքագետներ են, լրագրողներ են, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են, ինչքանով են ծանոթ քաղաքասարակության ներկայացուցիչներ են, դրանք բոլորը Հայաստանում շատ հայտնի, շատ տեսանելի մարդիկ են, ովքեր որ տարիներ շարունակ ձևավորել են Հայաստանում ուրեմն հանրային կարծիք։ Նմանատիպ ուրեմն բովանդակության պատվիրակություն կա նաև ադրբեջանական կողմից, ինչ վերաբերում առաջիկա հանդիպմանը, մենք դրա մասին ժամանակին կտեղեկացնենք հասարակությանը, երբ է տեղնելու այդ հանդիպումը, մենք վերջին նախապատրաստական աշխատանքների մեջ ենք հիմա գտնվում, եւ նպատակն է, որ կազմերը, որոնք որ տեղի են ունեցել Ծաղկաձորում, փոփոխությունների հնարավորինս չենթարկվեն եւ նույն կազմով տեղի ունենա նաև երկրորդ հանդիպումը։ Պարոն Քոչինյան, նաև Ադրբեջանի փորձագետները, որ այցելեցին Հայաստան, նախապես հայտարարվել էր, որ 20 պատվիրակ է գալու, բայց եկան 19 ադրբեջանցի։ Ինչով է սա պայմանավորված եւ նաև ես կցանկանամ այս հարցից հետո նաև պատասխանեք, թե ինչ զրույցներ են հիմնականում լինում, ինչ ընկալումներ կա ադրբեջանցիների կողմից մեր հանրության մասով, ինչ պատկերացումներ ունեն նրանք ընդհանրապես հայերի մասին։ Մեկ պատվիրակի բացակայությունը պայմանավորված է ընտանեկան իրավիճակով, այսինքն այնտեղ որևէ նպատակ կազմը նվազեցնելու ադրբեջանական կողմից չի եղել, ես կորեկտ չեմ համարում մանրամասների մեջ մտնել, բայց դա եղել ընդհանրապես ընտանեկան ուրեմն իրավիճակից ելնելով բացակայություն, որը հայտադարձել վերջին օրը ըստ էության, դրա պատճառով ադրբեջանական կողմը չի հասցրել փոխարինել իր պատվիրակին եւ 20 հոգանոց պատվիրակություն կազմել։ Ինչ վերաբերվում է խոսակցություններին, մենք ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ երկու հասարակություններին հուզող բոլոր թեմաները բարձրաձայնում ենք, լինի դա օրինակ մեր կողմի համար դա հումանիտար բնույթի հարցերն են բնականաբար եւ առաջերտին ռազմագերիների ուրեմն վերադարձի հարցը, դա ուրեմն սահմանազատման սահմանագծման թեմատիկան է, կոմունիկացիաների ապաշրջափակման թեմատիկան է, ատելության խոսքի ուրեմն այդ չափաբաժինա կրթական համակարգում միմյանց դեմ ատելության սերմանման եւ իմաստնավորի մեր տեսակետից երբ որ ելնում ենք Ադրբեջանում կրթական համակարգում այսպես համակարգված արմենոֆոբիայի դրսևորումները եւ այդ բոլոր հարցերը բնականաբար բարձրաձայնվում են։ Բավականին կարեւոր եմ համարում այն, որ մենք ոչ թե այսպես գնում ենք այնտեղ դիրքորոշում հայտնելու եւ սեփական դիրքորոշումը ամեն գնով առաջ մղելու, այլ բովանդակային երկխոսություն ունենալու եւ հակառակ կողմի դիրքորոշումներն ու պատճառները հասկանալու, որտեղ գիտեք շատ հաճախ արինում, որ նման միջոցառումներին կողմերի յուրաքանչյուրին հետաքրքրում են մենակ իր հայտարարությունները, ինքը գա իր դեկլարատիվ հայտարարությունը անի։ Իրանք ինչ են ասում, իրենք ինչ են ասում, ինչ պատկերացումներ ունեն հայերի մասին, ինչպես են պատկերացնում, որ այսքան պատերազմներից հետո հնարավոր է ադրբեջանցին հայերի հետ ապրի, ինչպես է, ինչ պատկերացնում, որ մոտակա շրջանում մենք ականատես ենք լինելու նրան, որ ադրբեջանցին հայերի հետ ապրի կամ հայ ադրբեջանցիների հետ ապրի։ Ես ձեզ շատ անկեղծ ասեմ, որ իմ պատկերացմամբ առաջիկա տասնամյակների ընթացքում, եթե ինչ-որ գերբնական բաներ տեղի չեն ունենում, մենք խոսելու ենք ընդհանրապես նեղ խաղաղության կոնցեպտի մասին։ Ինչ է նշանակում նեղ խաղաղության կոնցեպտ, որ երկու երկրները ճանաչել են, որ միմյանց միջև կա սահման։ Այդ սահմանը հարգելու են, որ ստորագրվելու է խաղաղության համաձայնագիրը միմյանց վրա ռազմական ներգործություն այլևս տեղի չի ունենալու, որ ապաշրջափակվելու են կոմունիկացիոն ուղիները եւ մենք միմյանց տարածքով ապրանքներ, բեռներ եւ ուղևորափոխադրումներ կազմակերպելու հնարավորություն ենք ունենալու։ Այսինքն առաջիկա տարիներին մենք խոսելու ենք ընդհանրապես մինիմալ փոխգործակցության մասին, բայց պատկերացնել, որ չգիտեմ, քայլ առ քայլ, իհարկե, պատկերացնել, որ չգիտեմ, մի ամսից, երկու ամսից հազարավոր հայեր գնալու են Ադրբեջան կամ հազարավոր, դա ինձ թվում է աբսուրդ է, դա մտածածինի ժանրից է եւ դա ինչ-որ ցափով նաեւ քարոզ է, որ Հայաստանում է հիմնականում ակտիվ մարդկանց մոտ անապահովության զգացողություն եւ վախի մթնոլորտ տարածելու համար, ինչը ծառայում է այլ պետության շահերին եւ ոչ Հայաստանի շահերին։ Հիմա ինչ վերաբերվում է ադրբեջանական կողմի պատկերացումների մասին, ես կարող եմ, գիտեք, այսպեսի բան ասել, որ ինչպես որ մեր մոտ կան մտավախություններ, վախեր, այսպես անվստահություն ադրբեջանական կողմի հանդեպ, բնականաբար նույն բանը կա իրանց մոտ։ Գիտեք, երբ որ այս տասնամյակներ տևած կոնֆլիկտը նման արունահեղություն եւ այս մակարդակի ատելություն գեներացրած կոնֆլիկտը տեղ գտնում, ինչպեսին որ տեղագտե մեր երկու պետությունների միջեւ։ Ի վերջո հետսովետական տարածքում ինչքան կոնֆլիկտներ չկան, Ղրիմ, չգիտեմ, Պրեդնիստրովիա, Կենտրոնական Ասիա, Աբխազիա, Օսետիա, բայց ոչ մեկում այն ատելության աստիճանը եւ այն բռնության
խաղաղության աստիճանը չի եղել, որ եղել է մեր մոտ։ Եվ համապատասխանաբար նաև ամենաերկար ժամանակը եւ ամենամեծ ջանքերը անհրաժեշտ են լինելու նաև հենց մեր դեպքում, որպեսզի այդ ուրեմն մակարդակի ատելությունից հնարավոր լինի անցնել դեպի մեկ այլ բան։ Հիմա սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ երկու հասարակություններում էլ պետքա գերիշխող լինի այն միտումը, որ խաղաղությունը այլընտրանք չունի մեկ, երկու հասարակություններում է պետքա լինի այն գերիշխող միտումը, որ խաղաղությունը հնարավոր է ընդհանրապես, որովհետև երկու հասարակություններում էլ կան մարդիկ, ովքեր ասում են, ինչ խաղաղություն, ոնց կարող խաղաղություն լինի։ Ոնց է մեր մոտ կա խոսույթ թուրքը մնում է թուրք, տենց էլ իրանց մոտ կա խոսույթ հայը մնում է հայ, հասկանում եք, եւ անխուսափելիորեն երկու հասարակություններում էլ այդ խաղաղության դեմ գեներացվող նարատիվները, խոսույթը, շարժումները ունենալու են իրանց ազդեցությունը։ Հիմա ստեղ ամբողջ հարցը որն է, մենք երկու պետություն, երկու հասարակություն բավականաչափ քաղաքական կամք եւ բավականաչափ պրոխաղաղություն հասարակական ներուժ ցուցաբերելու ենք կոնֆլիկտի այն տրանսֆորմացիան ապահովելու համար, որը որ իմ կարծիքով անհրաժեշտ է եւ Հայաստանին եւ Ադրբեջանին։ Փորձագետները, որոնք որ կապ են պահում ադրբեջանցի փորձագետների հետ, ընդունում են նրանց եւ գնում են Բաքու, հիմնականում մեզ մոտ Հայաստանում ասոցացվում են Հայաստանում գործող իշխանության հետ, հատկապես հանձին ձեզ, ասում են Արեգ Քոչինյանը Նիկոլ Փաշինյանի հետ է կապված, նրա թեզերն է առաջ տանում, նրա գաղափարներն է գրում։ Հիմա ինչով է սա պայմանավորված եւ ընդհանրապես հայկական խորհուրդը ինչ փոխկապակցվածություն ունի գործող իշխանության հետ, որ գնում եք այդ քննարկումները անում եք, որ Ծաղկաձորում քննարկում հանդիպում եղավ եւ ընդունել եք նրանց, ինչն եք տեղեկացնում գործող իշխանությանը, որ ինչ քննարկում եղավ, քննարկումներից ինչ մանրամասներ եք հայտնում, ինչ փոխկապակցվածություն, ինչ հարաբերություններ կան։ Հայկական խորհուրդը զրոյական փոխկապվածություն ունի իշխանությունների հետ, մենք անկախ հետազոտական կենտրոն ենք, ինչ վերաբերում է բուն միջոցառմանը, ապա այո, միջազգային հանդիպումները, հայ-ադրբեջանական հանդիպումները ֆինանսավորվում են Հայաստանում հայաստանի իշխանությունների կողմից եւ կազմակերպվում են Ադրբեջանում Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչը շատ կարևոր եւ շատ բնական է իմ կարծիքով, բայց դրանից զատ մեր կազմակերպությունը երբևիցե որևիցե մեկ դրամ անգամ Հայաստանի պետական բյուջեից չի ստացել, Հայաստանի իշխանություններից չի ստացել, մենք հետազոտական կենտրոն ենք, որը գործում է միջազգային ուրեմն ֆինանսավորող կազմակերպությունների հետ համագործակցությամբ եւ այդ բոլորը մեր տարեկան հաշվետվությունների մեջ մենք հրապարակում ենք ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության 24 թվականին արդեն հրապարակված է, 25 թվականին մինչև ապրիլի չեմ հիշում քանիսն է վերջնաժամկետը, մենք պարտադիր կհրապարակենք եւ հասարակությունը դա տեսնելու հնարավորություն կունենա։ Ինչ վերաբերում է իմ ուրեմն ինչպես դուք ձևակերպեցիք թեզերի կրկնությանը, ես կարծում եմ դա մեծագույն հարց է, ես եմ Հայաստանի իշխանությունների թեզերը կրկնում, թե հակառակը։ Եթե դուք ժամանակագրորեն նայեք, ապա այն թեզերը, որոնք որ ես իմ արտաբերում եմ, ես արտաբերում եմ մինչև այն, երբ Հայաստանի իշխանությունները սկսեցին այդ թեզերը արտաբերել։ Եվ դրա համար ասել, թե ես եմ իրենց թեզերը կրկնում, նորից դա ես կարծում եմ ժամանակագրությանը լավ չտիրապետելու ուրեմն խնդիր է։ Մեր վերլուծական կենտրոնը ըստ էության 2020 թվականի պատերազմից հետո է ստեղծվել, բայց մեր ստեղծման օրվանից մենք եղել ենք ջատագովը նրա, որ իրադարձությունների զարգացումը ցույց է տվել, որ Հայաստանի համար այլընտրանք չունի հայ-ադրբեջանական կարգավորումն ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը։ Եվ մենք հետևողականորեն եղել ենք այդ ուրեմն գաղափարի եւ այդ մոտեցման ջատագովները տարիների ընթացքում մեր կենտրոնի իմ եւ մեր կենտրոնի մյուս փորձագետների հարցազրույցները կարող եք գնալ հետ եւ տեսնել 21 թվականին, 22 թվականին, երբ որ Հայաստանի իշխանությունները դեռ խոսում էին, չգիտեմ, հիշում եք բանի Շուշի վերադարձի այդ remedial secession բանը անջատում հանուն փրկության սկզբունքի եւ նմանատիպ այլ բաների մասին մենք ինչ էինք ասում այդ ժամանակ եւ հիմա մեզ մեղադրել թե մենք կրկնում ենք նույն ինչ որ իշխանություններն ասում, այդ իշխանություններն են կրկնում են ինչ որ մենք ենք ասում։ Համապետական ընտրություններն են արժևում, եթե իշխանափոխություն լինի, ինչպես է անդրադառնալու խաղաղության գործընթացի վրա, եթե իշխանությունները վերընտրվեն, ինչպես է ընթանալու ընդհանրապես։ Իմ կարծիքով ամեն ինչը կախված է նրանից, թե ինչպիսին է լինելու նոր իշխանությունների մոտեցումը այ շատ կոնկրետ հարցերի վերաբերյալ, որտեղ հայ-ադրբեջանական խաղաղության process-ը ինքը ինչ որ ամորֆ չսահմանված մեծություն չի, ինքը շատ կոնկրետ փաստաթղթավորված արդեն իսկ process է, որտեղ կա խաղաղության համաձայնագիր, կա սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովների կանոնադրություն,
կոմունիկացիաների թեմայով արդեն կա թրիփը արդեն բավականին մանրամասնված փաստաթուղթ է, հատկապես մեր արտաքին գործերի նախարարի եւ ամենապետք քարտուղարի միջև տեղի ունեցած վերջին բանակցություններից հետո։ Իսկական այս բոլորը կոնկրետ փաստաթղթեր, կոնկրետ պրոցեդուրաներ են այլևս իրենցից ներկայացնում։ Եվ ամեն ինչ կախված է նրանից, թե ուրեմն հունիսյան ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունը ինչ մոտեցում է ունենալու այս փաստաթղթերի նկատմամբ։ Այս պահեդրությամբ ես տեսնում եմ, որ 3 հիմնական, այսպես ասենք, տեխնացուները, որոնք որ իմ կարծիքով շանս ունեն Հայաստանում խորհրդարան անցնելու, այդ 4%-ի բարիերը անցնելու, հա, դա Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան եւ իրենց ուժերն են։ Բոլոր 3-ն էլ ըստ էության խոսել են անհրաժեշտության մասին փոփոխություններ մտցնելու այս process-ների մեջ։ Մեկը դա խոսում է արժանապատվությունից ելնելով, մեկը խոսում է գարանտի մասին եւ այլն եւ այլն։ Երաշխավորված խաղաղության մասին եւ նաեւ պարոն Քոչինյան հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի այն խոսույթը, որ եթե ես չընտրվեմ կամ սահմանադրական մեծամասնություն չկազմեմ, ապա պատերազմ լինելու։ Չընտրվելու պարագայում դուք տեսնում եք այդ պատերազմի դրան է հիմա գալիս, էլի, տեսեք։ Հիմա այս 3 ուժերն էլ ամեն մեկը ինչ-որ չափով յուրովի, բայց բոլորն է խոսում են նրա մասին, որ խաղաղության համաձայնագրում պետք են խաղաղության process-ում պետք են փոփոխություններ։ Դա վարչապետը այսպես ձևակերպեց, դա խաղաղության process-ի ռևիզիա է, այսինքն վերանայում է խաղաղության process-ը։ Հիմա գործնականում սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այս մարդիկ գալու են իշխանության եւ Ադրբեջանից պահանջեն փոփոխություններ մտցնել խաղաղության process-ի մեջ, որի միջև էս պահ Ադրբեջանը տվել է համաձայնություն։ Եթե մենք իրականում ենք նայում, ապա այդ փոփոխությունները ինչ բնույթ են լինելու, բոլոր 3-ի քաղաքական կողմնորոշումը է, որ նայում բոլոր 3-ն էլ որ խոսում են միջնորդի, երաշխավորի եւ այլ, խոսում են Ռուսաստանի մասին։ Չգիտեմ, Զիմբաբվեի մասին չեն խոսում, Հնդկաստանի մասին չեն խոսում, Ռուսաստանի մասին։ Այսինքն իրենք գալու են եւ Ադրբեջանից պահանջելու են կամ Ադրբեջանից ակնկալում են, որպեսզի Ադրբեջանը համաձայնվի ռուսական միջնորդության կամ ռուսական երաշխավորության։ Այնքանով ինչքանով որ ես եմ հասկանում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն ու դիրքորոշումը, Ադրբեջանը դրան չի համաձայնելու։ Սա նշանակում է արդյոք ավտոմատ պատերազմ։ Ոչ, սա ավտոմատ պատերազմ չի նշանակում, բայց սա նշանակում է հետեւյալը, որ խաղաղության process-ից մենք հետ քայլ ենք անում դեպի կոնֆլիկտային տրամաբանության մեջ։ Գուցե միջնորդով ավելի ճիշտ կլինի այդ հարցին։ Մենք միջնորդի միջոցով փորձերի պակաս չունենք։ Մենք 20-ից 22 թվականները ունեցել ենք ըստ էության ռուսական միջնորդություն, որը 21-22 թվականներին Հայաստանի տարածքում առաջացրել է կոնֆլիկտների, 23 թվականին մեզ բերել ուղղակի աղետի կատաստրոֆայի է բերել։ 24 թվականին մենք ունենք փորձ եվրոպական միջնորդության Շարլ Միշելի հետ հայտնի process-ը, հիշում եք, որ գնում էին գալիս էին Բրյուսել, դա էլ չի աշխատե։ Եվ ըստ էության ունենք ամենավերջում այս կոմունիկացիաների թեման ոչ թե ամերիկյան միջնորդություն, այլ ամերիկյան մասնակցություն։ Ես դեռևս 24 թվականի ավարտից այսպեսի միտք է ասել, որ ես ասել եմ, որ ես կանխատեսում եմ, որ ամերիկյան հնարավոր մասնակցությունը մեր կոնֆլիկտի ուրեմն հանգուցալուծման մեջ լինելու է ոչ թե միջնորդություն, այլ լինելու է փորձ մեղմելու այն պահանջները, որոնք որ Ադրբեջանը եւ Թուրքիան ուղղում են Հայաստանի Հանրապետությունը։ Թրիփը ըստ էության հենց դա է։ Դա մեղմելն է այն պահանջների եւ մեզ համար ընդունելի դաշտ բերելն է այն կարգավորումների, որոնք որ տեղի ունեցել, որը թրիփը պետքա կառուցվի։ Հիմա, այսինքն այս պայմանությամբ որևէ միջնորդ, որը որ կարա փոփոխություն բերի եւ ընդունելի կլինի կողմերի համար, աշխարհի ռեսին գոյություն չունի։ Ընդ որում մի հատ էլ բան եկեք ֆիքսենք, էլի, որ մենք խոսում ենք միջնորդի մասին, մենք խոսում ենք միջնորդի մասին, որը որ գալու է եւ անելու է այն, ինչ որ մենք ենք ուզում բանակցային դաշտում։ Իսկ մենք ոչ թե ուզում ենք միջնորդ, որը որ կոմպրոմիսային լուծում է բերելու, բալանսավորված լուծում, այլ մենք ուզում ենք միջնորդ, որը որ գալու է մեր փոխարեն, մեր ուզածն է հողի վրա իրականացնելու։ Իսկ դա կրկնակի անհնարին է։ Երաշխավորված լինի միջնորդով, որ այդ համաձայնագիրը, պայմանագիրը չի խախտվելու։ Գիտեք, երբ որ միջազգային հարաբերությունների մեջ հիմա խոսում են երաշխավորի մասին, Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորն էր Բուդապեշտյան հռչակագրով։ Ռուսաստանը իր վրա պարտավորություն էր վերցրել երաշխավորելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Եվ ինչով ավարտվեց այդ երաշխավորությունը։ Ամենք անverջ որպես հասարակություն նույն բանի մեջ ենք, այսպես շրջանակի մեջ ենք։ Մենք անընդհատ փորձում ենք ինչ-որ մի հատ երրորդ ուժ գտնել, որը որ մեզ պաշտպանելու է թուրքերից ու ադրբեջանցիներից, այսինքն արևմուտքում Թուրքիայից ու արևելքում Թուրքիայից։ Վերջին 200 տարվա ընթացքում հայ ժողովրդի հետ տեղի ունեցած բոլոր ողբերգությունները, այսպես թե այնպես, կապված են այս նարատիվի հետ, որ մենք անընդհատ ինչ-որ մեկին փնտրում ենք, որ մեզ պաշտպանելու է Թուրքիայից։ Ու 200 տարվա մեջ մեզ հələ չի հասել այն պարզ ճշմարտությունը, որ նման ուժ չկա։ Էլ չասած նրանից, որ հələ
չեմ հիշում 5-րդ թե 6-րդ դարից հայոց մեջ կար այդ դաշանց թուղթ հասկացությունը, որ արևմուտքից հզոր կայսրը գալու է մեզ փրկի։ Հասկանում եք, մեզ ոչ մեկ չի փրկելու, ժողովուրդ ջան, մենք կամ թուրքերի եւ ադրբեջանցիների հետ խոսակցություն ենք կարողանալու իրականացնել եւ որոշակի համակեցության միջավայր ենք կարողանալու ձևավորել, կամ շարունակվելու է կոնֆլիկտը։ Բայց ինքնախաբեությամբ զբաղվել, թե այ մի հատ երրորդ ուժ կա, որը որ գալու է մեզ փրկի, մեր արդար գործը գնահատի, այս ժողովրդի պարզապես խաբել է։ Պարոն Քոչինյան, բայց հաշվի եք առել Իրանի եւ Ռուսաստանի դիրքորոշումը ինչպիսին է լինելու այս հարցում։ Իսկ ասում եք Իրանի դիրքորոշում ում նկատի ունեք Իրանում։ Ընդհանրապես, հարևան մեր պետությունը, հարևան պետությունը, դուք տեսել եք այդ հարևան պետությունում այսօր ինչ է տեղի ունենում։ Ով այդ հարևան պետությունում այսօր իշխանություն, որ մենք իմանանք իր դիրքորոշումը որն է։ Այդ հարևան պետությունը մոտապես այն իրավիճակն է, որ բաժնի պետի տեղակալից բարձրով կա, սաղի սպանել են։ Ում նկատի ունեք, որ ասում եք իր դիրքորոշումը։ Այնտեղ իրանց արտաքին գործերի նախարարը ինչ որ երկրին ասում են ձեր վրա չենք հարձակվելու, հաջորդ օրը երկրի վրա այդ Իրանը հարձակվում է, հրթիռակոծում է։ Այս պայմաններում խոսել Իրանի դիրքորոշման մասին, իսկ նա շատ մեծ ճոխություն է։ Ինչի նկատմամբ։ Ընդհանրապես, որ Հայաստանի բարեկամական կապերը կխզվեն։ Շատ մեծ վտանգներ եմ տեսնում, բայց այդ վտանգները պետք է կառավարել հնդածից եւ այդ վտանգները պետք է աշխատել։ Ելնել այն բանից, որ կարող է ինչ-որ մեկին դուր չգա, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լինի խաղաղություն կամ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորվեն, ու մենակ դրա համար մենք դրան չգնանք, կներեք աբսուրդ է։ Երբ որ օրինակի համար առաջին Արցախյան պատերազմն էր եւ մեր ամենամեծ ռազմավարական առավելությունը Ադրբեջանի նկատմամբ այն էր, որ Նախիջևանը գտնվում էր բլոկադայի մեջ, որտեղ մենք ճանապարհները փակել էինք։ Իրանը Նախիջևանին ճանապարհ տվեց։ Նախիջևանը փրկվեց Իրանի տված ճանապարհի միջոցով։ Եվ հիմա ես ճիշտ ասած որևիցե բարոյական պարտավորություն չեմ զգում Իրանի հանդեպ, որ եթե Իրանն է հիմա Նախիջևանի ճանապարհը փակել, մենք է պետքա փակ պահենք։ Որտեղ նորից եմ կգում, որ հակառակ իրավիճակներ, իրանք այդ ճանապարհը բացել են։ Եվ այս 30 տարվա մեջ բոլոր կոմունիկացիաները Նախիջևանի ու Ադրբեջանի միջև տեղի են ունեցել հենց Իրանի տարածքով։ Այնպես որ գիտեք, միջազգային հարաբերությունների մեջ յուրաքանչյուրը առաջնորդվում է իր շահերով եւ իր հետաքրքրություններով։ Մենք դրանից չպետք է լինենք բացառություն։ Մենք չենք կարող Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինենք եւ օրինակի համար որոշենք, որ մենք Իրանի շահերը գերադասում ենք սեփական շահերին։ Նշանակում է արդյոք դա, որ մենք պետք է, չգիտեմ, խզենք հարաբերությունները Իրանի հետ կամ խզենք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բացարձակապես դա չի նշանակում։ Բայց դա նշանակում է, որ մենք մեր հետաքրքրություններով եւ մեր շահերով ենք առաջնորդվում առաջին հերթին։ Ինչպես եք տեսնում վերջնական լուծումը, եթե մի պահ կա, երբ Ադրբեջանը այնպիսի պահանջներ ներկայացնի, որը ձեր սկզբունքներին դեմ կլինի, եւ կամ պատահաբար մի օր արթնանաք եւ Ադրբեջանը ասի, որ խզում ենք այս ամբողջ գործընթացը եւ խաղաղություն չկա, դուք ունեք պլան B, ինչ եք անելու, թե իրավիճակային է այս գործընթացը։ Տեսեք, նույն տրամաբանությամբ կարանք ասենք, իսկ ունենք պլան C, եթե օրինակի համար բանա մեծարիտ անգնում այս տաճաշրջանի վրա եւ չգիտեմ, Սյունիքն է ավերվում կամ ուրիշի վրա օրինակը բերենք, չգիտեմ, Գյանջանը ավերվում, դրա վրա պլան ունենք, Ժորժ ջան, իմի աշխարհի այսին ցանկացած իրավիճակ իհարկե բացառել պետք չէ, բայց նաեւ պետք չէ ապա ռացիոնալիզացնել հակառակ կողմին, այսինքն ասել, որ օրինակ մի օր վեր կենանք եւ տեսնենք, որ Ադրբեջանը խզել է բոլոր պայմանավորվածությունները եւ բանա իր ստորագրությունները օրինակ հետա կանչել, դրա տակ պետք է ինչ-որ ռացիոնալություն լինի։ Գիտեք, վերջին տարիներին մեր հակառակորդը ցույց է տվել, որ ինքը բավականին ռացիոնալ խաղացող է։ Իդեպ դա մեզ շատ բնորոշ մի պրոբլեմ է եղել, որ մենք տարիներ, տասնամյակներ շարունակ խիստ թերագնահատել ենք մեր հակառակորդին։ Հիշում եք, ինչ մուլտիկներ էինք նկարում, ինչի տեղ էինք դնում մեր հակառակորդներին։ Թող իրանք անեն, հիմա խնդիրը այդ չի, խնդիրը այն է դու քո համար պատասխանատվություն կրի, դու հակառակորդին ռացիոնալ ես համարում եւ այդ ռացիոնալությունն ես փորձում վերլուծել, թե համարում ես, որ այնտեղ ինչ-որ մոտ խելագարա նստած, որը որ կարա տարօրինակ բաներ անի։ Համենայն դեպս վերջին տարիներին ես այն կողմից խելագարություն չեմ տեսել, այո, մեզ համար շատ վտանգավոր, շատ ցավոտ քաղաքականություն եմ տեսել, բայց այդ քաղաքականությունը մեկ է եղել է հաշվարկված, հասկանում եք, սա շատ կարեւոր է։ Հիմա, երբ որ այդ process-ը հաշվարկված գնում է առաջ, նորից եմ կրկնում, բացառել որևէ բան միջազգային հարաբերություններում իհարկե պետք չի, բայց դրա մյուս ծայրահեղությունն էլ Կիկոսի մահն է, որ հələ այդ պայմանագիրը հələ չենք էլ հասել, խոսել, բա որ Ադրբեջանը այդ պայմանագիրը կնքի, հետո հետ կանչի իր ստորագրությունը, խզի, նորից պատերազմ հայտարարի, բառից բունի մեկը մեկին Կիկոսի մահն է։ Հիմա ինչ վերաբերում է հետևանքներին, ցանկացած պարագայում մենք պետք է շարունակենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումները, մեր զինվածության եւ պատրաստվածության
դիմադրունակության մակարդակի ավելացումը եւ մեր դիմադրունակության ավելացումը, անկախ ամեն ինչից։ Նույնիսկ եթե մենք գնում ենք ամենալավ սցենարով, որ չգիտեմ, խաղաղություն է, ճանապարհները սկսում են աշխատել, Ադրբեջանն էլ երթում պատառ ուտում, որ ինքը մեր վրա եւս երբեք չի արձակվելու, մենք միանշանակ է, որ մեր դիմադրունակության մակարդակը հնդածս եւ հետս հետե պետք է ավելացնենք։ Այս առումով ուշագրավ է, որ վերջին 3-4 տարիների ընթացքում մենք միլիարդավոր դոլարներ ենք ըստ էության ծախսել Հայաստանի զինված ուժերի վրա եւ Հայաստանի դիմադրունակության վրա։ Այդ սահմանային ամրացված շրջանները, զենք զինամթերքը եւ այլն։ Բավարարում է ինձ արդյոք այս տեմպը։ Ոչ, չի բավարարում։ Ես համարում եմ, որ անցնող տարիներին հնարավոր էր եւ պետք էր անել ավելին։ Հատկապես զինված ուժերի բարեփոխումների հարցում, ոչ թե գնումների հարցում, այլ բարեփոխումների, ռեֆորմների, փոփոխությունների հարցում։ Եվ այո, դա եթե հարցնում եք պլան B-ն որն է, պլան B-ն դե կռվելը կա ու կա, այդ կռվելուն միշտ պետքա պատրաստվել եւ միշտ պետքա ավելի լավ պատրաստվել։ Պատրաստեք։ Ես չեմ կարծում, որ աշխարհերեսին կա բանակ, որը որ դե պատրաստելը որն է բոլորս աշխարհերեսին կա բանակ, որը որ երբևիցե կարող խոսի 100% պատրաստվածության մասին։ Դա մի process է, որին մենք որպես հասարակություն, որին պետությունը, որին իշխանությունները պետքա միշտ եւ հնարավորինս մեծ ուշադրություն դարձնեն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանն էր։